Բարև ձեզ, հարգելի ակնդիրներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք հաղորդաշարը։ Ինչպես գիտեք, այս հաղորդաշարի ընթացքում մենք աշխատում ենք պարզաբանել միջազգային իրավունքի տարբեր սկզբունքներ, միջազգային հարաբերությունների տարբեր կազմակերպություններ, դրանց գործունեությունը, դրանց նպատակները։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այսօր մենք փորձենք հասկանալ, թե ինչ բան է Ամերիկայի Միացյալ Նահանգների ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը։ Ինչու՞։ Որովհետև նախ առաջինը աշխարհի 22 երկիր այդ կարգավիճակը ունեն, բացի այդ Հայաստանում գիտեք հիմա նախընտրական շրջան է եւ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը ազգային ժողովրդավարական բևեռը իր նպատակներից մեկը հայտարարել է հենց Հայաստանի կողմից այդ կարգավիճակի ստացումը։ Հետևաբար ճիշտ կլինի հասկանանք, թե ինչ է դրանից ներկայացնում։ Եվ այսօր ես երկու հարցի կանդրադառնամ։ Մեկը այդ կարգավիճակին, այսինքն ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակին, Major Non-NATO Ally, անգլերենով, որտեվ շատերին թվում է, որ սա ինչ-որ բառակապակցություն է, ոչ, սա հստակ կարգավիճակի անվանում է։ Եվ դրան նախորդած 100 տարի առաջ ընթացած մեկ այլ գործընթացի դա Միացյալ Նահանգների մանդատի հարցն է Հայաստանի նկատմամբ, որտեղ սրանք իրար հետ սերտորեն կապված են, իհարկե ոչ թե իրավական տեսանկյունից, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից եւ պատմականորեն։ Ուրեմն նախ ինչ բան է ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը։ Դա եւ որ երկիրներն է տրվում։ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի ոչ անդամ գլխավոր դաշնակցի կարգավիճակը ԱՄՆ-ի կողմից տրվող հատուկ քաղաքական ռազմավարական կարգավիճակ է այն պետություններին, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, սակայն ունեն կամ նպատակ ունեն զարգացնելու սերտ ռազմական, ռազմատեխնիկական եւ անվտանգային համագործակցություն Միացյալ Նահանգների հետ։ Ինչպես տեսնում եք, այստեղ հիմնական շեշտադրությունը դրված է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության։ Ակնհայտ է, որ Հայաստանը թեև այսօր ինքը գտնվում է մի շարք կառույցների մեջ, այդ թվում ՀԱՊԿ-ի մեջ, որը իբր պաշտպանական կառույց է, բայց ակնհայտ է, որ այդ կառույցը չի իրականացնում իր գործառույթները, իր պարտավորությունները։ Ավելին, այդ կառույցի ներսում երկրներ կան, երկու հիմնական երկրներ, այսինքն Ռուսաստանն ու Բելարուսը, որոնք եղել են Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարները։ Մյուս կողմից ակնհայտ է, իհարկե առաջինը մեր զինված ուժերի հզորացումն է, բայց ակնհայտ է, որ մենք միայնակ չենք կարող դիմագրավել այն բոլոր մարտահրավերներ, խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են անվտանգային ռազմական առումներով։ Դրա համար շատ կարևոր է ունենալ դաշնակիցներ, բայց դաշնակից ունենալը շատ ավելի բարդ է։ Եվ երբ որ դու դաշնակցում ես մի երկրի հետ կամ մի խումբ երկրների հետ, ապա կարող է խնդիրներ են մյուսների հետ։ Իսկ կարգավիճակ ստանալու հարցը եւ ավելի հեշտ է եւ շատ պակաս խնդրառույց։ Հիմա մի փոքր անդրադառնանք, այսինքն ինչ բան է այդ կառույցը։ Այդ կառույցը չէ, այդ կարգավիճակը ինքը դեռևս կառույց էլ չի։ Առաջին անգամ նման կարգավիճակ շնորհվել է 1987 թվականին, ներկայումս աշխարհի 4 մայրցամաքներում ԱՄՆ ունի ՆԱՏՕ-ի ոչ անդամ 22 գլխավոր դաշնակից։ 12-ը գտնվում են Ասիայում, 4-ը Աֆրիկայում, 4-ը Հարավային Ամերիկայում, իսկ 2-ը Օկեանիայում։ Այդ երկրներն են Ավստրալիա, Եգիպտոս, Իսրայել, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հորդանան, Նոր Զելանդիա, Արգենտինա, Բահրեյն, Ֆիլիպիններ, Թայվան, Թայվանը դե ֆակտո, Թայլանդ, Քուվեյթ, Մարոկո, Պակիստան, Թունիս, Բրազիլիա, Կոլումբիա, Կատար, Քենիա, Պերու, Սաուդյան Արաբիա։ Ինչպես նկատում եք, այս երկրների մեջ տարբեր բնույթի երկրներ կան այնպիսի երկրներ, ասենք Ավստրալիան, Իսրայելը, որոնք ժողովրդավարություն են, կան բռնատիրական երկրներ ավելի շատ, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան է, Պակիստանն է, արաբական երկրներ կան, լատինական երկրներ կան, այսինքն սա բավականին ճկուն կարգավիճակ է, եւ կարծում եմ, որ Հայաստանի համար եւս սա
շատ օգտակար կարող է լինել։ Այստեղ դուք քարտեզում հենց տեսնում եք տարբեր գույներով ներկված այդ անդամ երկրներին, դե կանաչ գույնը ինքը Միացյալ Նահանգներն է, կապույտ գույնով ներկված երկրներ դրանք ՆԱՏՕ-ի անդամներն են, դա գիտեք արդեն առանձին կառույց է, եւ շագանակագույն գույնը դա իմ նշած ՆԱՏՕ-ի ոչ անդամ, բայց Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակից երկրներն են, եւ դեղինով մի երկիր կա, այնտեղ եթե տեսնում եք, դա Աղղանստանն է, որը եղել է նախկինում այս կարգավիճակը ունեցող, բայց զրկվել է, որտեղ հասկանում եք Աղղանստանում ինչա տեղի ունենում։ Եվ ըստ էության սա մի համաշխարհային ընդգրկում ունեցող դաշնակիցների խումբ է։ Հիմա տեսնենք, թե օրինակի համար ինչ է սա տալիս եւ ինչ կտա Հայաստանին, եթե Հայաստանին հաջողվի, եւ կրկնում եմ, ազգային ժողովրդական բևեռը հետամուտ է եւ տարիների վեր արդեն հետամուտ է այս նպատակին Հայաստանի համար ստանալու այս կարգավիճակը։ Ուրեմն, այս կարգավիճակը ունեցող պետությունները կարող են առաջին ստանալ ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության ավելի լայն հնարավորություններ։ Ակնհայտ է, չէ՞ որպես պաշտպանական հնարավորություն կարևոր են։ Երկրորդ, մասնակցել համատեղ ռազմական եւ հետազոտական ծրագրերին։ Եվս շատ կարևոր կետ, որովհետեւ սա հնարավորություն է տալիս, այսինքն հետազոտություն, գիտություն եւ նման բաներ զարգացնել։ Երրորդ, ունենալ ռազմատեխնիկական համագործակցության արտոնյալ պայմաններ։ Արտոնյալ պայմաններ նշանակում է, որ եւ ավելի լայն ընդգրկումով եւ ավելի էժան գնով, ասենք ռազմատեխնիկական կարիքները հոգալու համար տարբեր եւ տեխնոլոգիաների ձեռքբերում եւ հենց սարքավորումների ձեռքբերում այս ամբողջը մեզ համար կարեւոր են։ Եվ երրորդ կետը, եթե զուգորդում ենք երկրորդ կետի հետ, այն է համատեղ հետազոտական աշխատանքներ, դա նշանակում է նաեւ Հայաստանում գիտության զարգացում ռազմատեխնիկական հիշեցնեմ դեր, որ ՍՍՄ տարիներին Հայաստանը նման գործառույթ ունեցել է, ասենք ՍՍՄ-ի համար, եւ ռազմական արտոնաբերության մի զգալի մասը, հատկապես էլեկտրոնիկան եւ այն ժամանակ նոր այսպես հաշվողական տեխնիկա էր կոչվում, համակարգիչ անգամ բառը չկար, այդ ամբողջը Հայաստանում լայն թափեր ստացել զարգացման։ Հիմա չորրորդ, ինչ կտա։ Օգտվել ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաների եւ սարքավորումների հասանելիության որոշակի հեշտացումներից։ Հինգերորդ, ներգրավել համատեղ պաշտպանական նախագծերում եւ վեցերորդ, որոշ դեպքերում ունենալ ԱՄՆ-ի ռազմական պահեստավորման, սպասարկման կամ մատակարարման մեխանիզմների հասանելիություն։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն հատկապես 6-րդ կետը բացատրության կարիք ունի, գիտենք, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ունի բազմաթիվ ռազմական բազաներ, որտեղ ունի նաև պահեստավորած սարքավորումներ, զենք զինամթերքներ։ Հիմա մենք չենք դնում հարցը, որ ներկայում է շտաբ, այսինքն Հայաստանում տեղակայվեն ամերիկյան, չգիտեմ, ռազմաբազաներ կամ պահեստավորման ինչ որ հաստատություններ եւ այլն, բայց եթե մենք ունենում ենք նման կարգավիճակ, ապա Հայաստանը հասանելիություն է ունենում դրան, այսինքն անհրաժեշտության պահին արդեն շատ մոտ աշխարհագրորեն շատ մոտ տարածաշրջաններից կարող է ներկրումներ իրականացնել։ Իսկ սա մեզ համար կարևոր է, որովհետև մեր տարածաշրջանը ընդհանրապես գտնվում է բավականին հեղեղուկ անկայուն վիճակում, ակնհայտ է, որ մեր հարևաններն էլ զինվում են, հատկապես էս մի հարևան թշնամի ունենք Ադրբեջանը, որը արդեն 5 միլիարդից ավել է ռազմական բյուջեն, 5 միլիարդ 100 միլիոնի հասցրել է, 20%-ով ավելացվել է իր այս տարվա բյուջեն նախորդ տարվա համեմատ եւ ըստ էության անընդհատ այդ աճելու է ռազմական բյուջեն, իսկ երբ որ ռազմական բյուջեն աճում է հաստատ միայն շքերթների համար չէ։ Հիմա այս կարգավիճակը սահմանում է ԱՄՆ-ի օրենսդրությամբ եւ տրվում է ԱՄՆ-ի նախագահի կողմից կոնգրեսին ծանուցելուց հետո։ ԱՄՆ պետդեպարտամենտը այս Major Non-NATO Ally հապավումն է MNNI բնորոշում է որպես հզոր խորհրդանիշ ԱՄՆ-ի հետ տվյալ երկրի սերտ հարաբերությունների մասին։ Այսինքն, բացի այն, որ ինքը արդեն այդ 6 կետերով ես նշեցի, թե ինչ օգուտներ կբերի, բայց սա նաև ընկալվում է որպես արդեն սերտ հարաբերությունների խորհրդանիշ եւ դռներ է բացում նոր հարաբերությունների։ Սա
կոնգրեսին ծանուցելուց հետո ԱՄՆ-ի նախագահ կարող է տալ, բնականաբար կոնգրեսի դերակատարությունը այստեղ կա, մեծ է, բայց վերջնական խոսքը ԱՄՆ-ի նախագահին է պատկանում։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ, սերտորեն այս ուղղությամբ աշխատի Միացյալ Նահանգների եւ գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ, ապա մենք բավականին դյուրությամբ կկարողանանք սա ստանալ, որովհետեւ նաեւ նման կարգավիճակը նաեւ Միացյալ Նահանգների տեսանկյունից իրենց համար շահավետ է, իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, որը կախված է ստեյցան միջին արևելքի գլխին, այդտեղ ունենալ ավելի մեծ ազդեցություն։ Բացի այդ, Հարավային Կովկասը դարձնել պակաս կախյալ այլ երկրներից։ Հիմա Հայաստանի համար նման կարգավիճակը կարող է նշանակել ոչ թե պարզապես ռազմական համագործակցություն, այլ արտաքին քաղաքական կողմնորոշման հստակ ազդակ, դեպի ինքնիշխանության ամրապնդում, անվտանգային նոր համակարգ եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն։ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն, այստեղ ես արհեստական բանականությանը խնդրեցի, ասեցի ինչպես ես պատկերացնում, ինչ պատկերով այդ ռազմավարական գործընկերությունը կտաս, եւ արհեստական բանականությունը նման պատկերի ցևով տվեց, շատ հետաքրքիր է, ոմանց կարողա դուրը չկա, բայց էլի Արարատ լեռը, որպես Հայաստանի խորհրդանիշ, հայոց եկեղեցին, դրոշը, իսկն լեռը որպես եւ հավատքի եւ պատմության խորհրդանիշ, եկեղեցին որպես մեր ինքնության խորհրդանիշ եւ դրոշը հայոց որպես հայոց պետականության խորհրդանիշ։ Դե Միացյալ Նահանգների կողմը մի փոքր ավելի համեստ է պատմական առանձնապես բաներ առաջի, թեև այս տարի գիտեք նշվելու է Միացյալ Նահանգների ստեղծման, այսինքն որպես պետության անկախացման, այսինքն 1776-ին է, չէ, անկախացել բրիտանական կայսրությունից 250 ամյակն է եւ մեծ տարեթիվ է, իհարկե չենք հասցնի, որտեվ հուլիսի 4-ին է, մինչև այս անդամակցությունը մեզ մոտ դեռ ընտրություններ են, վերջանա նոր կառավարություն, բայց ես կարծում եմ, որ առիթը պետք է օգտագործել սերտացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները։ Հիմա այդ ինչու Միացյալ Նահանգներ եւ ինչու այս հարաբերությունները սերտացնել հենց Միացյալ Նահանգների հետ։ Ես բազմից առիթ եմ ունեցել ասելու, որ աշխարհում մի երկիր կա, որը ունի բավականին ռազմական, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հզորություն, որ կկարողանա Հարավային Կովկասում Հայաստանում իրականացնել կրկնակի զսպման քաղաքականությունը, այն է զսպել եւ Թուրքիային եւ Ռուսաստանին, որևէ այլ երկիր կամ միություն, օրինակ Եվրոմիությունը նման հնարավորություն չունի։ Եվրոմիությունը որպես տնտեսական ուժեղ է, բայց որպես ռազմական դեռևս այդպես առանձին ինքնուրույն գործելու հնարավորություն չունի, թեև աստիճանաբար զարգացնում է։ Հիմա բացի այդ, ասենք, կարևորությունը, նաև կա նախապատմություն այս հարաբերությունների։ Նախապատմությունը տևյալն է, որ շատերը գիտեն, շատերը չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության մանդատը ազգերի լիգան, այսինքն Միացյալ ազգերի կազմակերպության իրավան նախորդը եւ առաջի այն կազմակերպությունը, որը միավորում էր պետություններին, եւ որը առաջ համաշխարհային պատերազմից հետո ստեղծեց մանդատային, այսինքն խնամակալության համակարգ, եւ տվեց տարբեր երկրներին 20-25 տարով մանդատը, ոնց որ ասած, ոտքի կանգնեցնելու տարբեր երկրների, դրանցից մեկը եղել, այսինքն մանդատառու երկրներից մեկը պիտի լիներ Միացյալ Նահանգները եւ Հայաստանի մանդատներ տրվել։ Հիշեցնեմ ձեզ, որ գործադրվել է, ուժի մեջ է եղել, ասենք, ֆրանսիական մանդատը կար, մեծ Սիրիայի նկատմամբ, մեծ Սիրիասելով ես նկատում եմ, որտեղ Լիբանանն էլ այդ ժամանակ մաս էր կազմում, այնտեղ 5 փոքր պետություններ էին, ենթամանդատային Սիրիան, մի մասը Լիբանանը անկախացավ երկրորդ համաշխարհայինից հետո դառավ առանձին պետություն, մյուսը միավորվեցին 4-ը եւ դառան Սիրիան, հիմա անորոշ վիճակ է, մենք չգիտենք Սիրիան ինչպես է, դե ֆակտո իհարկե այլևս միասնական երկիր չի, թեև դե յուրե դեռևս համարում է մեկ Սիրիա։ Եվ գիտեք, կար բրիտանական մանդատ, որը, ասենք, Իրաքի վրա էր,
Պաղեստինի վրա էր, Հորդանանի վրա էր իշխում Պաղեստինը, հետո էլ գիտեք երկու մասի բաժանվեց, մեկը Իսրայել եւ այլն։ Իսկ ամերիկյան մանդատը տրվեց, կներեք, Հայաստանի մանդատը տրվեց Ամերիկային, հիմա կանդրադառնանք, թե ինչպես էր դա տեղի ունեցավ։ Նա ինչ բան է մանդատը ես արդեն ասեցի, դա այդ խնամակալությունն է, հիմա Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզում խաղաղության վեհաժողով գումարվեց, որը պիտի որոշեր աշխարհի ճակատագիրը, թվում Արևելյան Եվրոպայի եւ Միջին Արևելքի։ Այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ շատ երկրներ Միջին Արևելքում կամ ստեղծվելիք երկրներ Միջին Արևելքում եւ Աֆրիկայում դեռևս ի վիճակի չեն, բավականին հասուն չեն, ինչքան էլ կարող է ոմանց տարօրինակ թվա, բայց այդպես, այսինքն կարող է ստես 5 քաղաքակրթություն, բայց որպես պետականություն դեռևս այդքան ուժեղ չլնես դրա նախադրյալները, հասու չեն պետություն կառուցելու համար։ Դրա համար ստեղծվեց մանդատային համակարգը։ Մանդատային համակարգը ազգերի լիգայի անունից էր, որտեղ երբ որ ասում են բրիտանական մանդատ, ֆրանսիական մանդատ եւ այլն, շատերին սխալ պատկերացնում է, որ իբրտե դա բրիտանական է եղել կամ ֆրանսիական է եղել, այդպես չէ, դա ազգերի լիգայի մանդատն էր, որը ի կառավարում տալիս էր որոշ երկրի, բայց կառավարումը իր անունից էր տեղի ունենում։ Եվ հիմքը տվյալ ասենք խնամակալության դա ազգերի լիգայի հիմնադիր փաստաթղթի ուխտի 22-րդ հոդվածներ։ Ինչ է մեզ մանրամասները գնում, որտեվ սա էր ի վերջո այն պատճառը, որ Միացյալ Նահանգները չկարողացան ստանձնել Հայաստանի մանդատ, դրան ավելի մանրամասն կանդրադառնամ, ասեմ, որ քանի որ Փարիզի վեհաժողովում 50-52 երկիր էր մասնակցում, այդ ժամանակ աշխարհի երկրների իհարկե մեծ մասը, շատ չէին երկրները, դժվար էր միասնաբար այդ աշխատանքը կարգավորել, դա համար հիմնականում մեծ քառյակ գոյություններ, այստեղ այդ մեծ քառյակի ներկայացուցիչներն եք տեսնում, եթե աչքից ձախ քնանք, դա Միացյալ Նահանգների նախագահ Ուդրո Ուիլսոնն է, Ֆրանսիայի նախագահ Ջորջ Կլեմանսոն, Իտալիայի վարչապետ Էդուարդ Օրլանդոն եւ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լորդ Ջորջը, այս 4 հոգին էին եւ այս 4 հոգից տնօրինում էին աշխարհի ճակատագիրը, մանդատներն էին տալ եւ իրանք իրավասու են, սա շատ կարեւոր է։ Շատ կարևոր է, որ այս ամբողջ ինչ որ անում էին, պարապ տեղը չէր։ Եվ երբ որ արդեն Միացյալ Նահանգների նախագահ Ուիլսոնը վերադարձել էր Միացյալ Նահանգներ 20 թվականին, ապա 20 թվականի ապրիլի 26-ին մյուս երեքը, այսինքն Բրիտանիա, Ֆրանսիա եւ Իտալիա նրանց ղեկավարները պաշտոնական նամակ գրեցին ազգերի լիգայի անունից եւ խնդրեցին Միացյալ Նահանգներին երկու հարց։ Առաջինը ստանձնել Հայաստանի մանդատը եւ երկրորդը իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը։ Ну երկրորդ հարցի մասին, այսինքն Ուիլսոնի իրավարար վճռի մասին մենք բազմիցս խոսել ենք, դրա մասին դուք կարող եք գտնել։ Իդեպ նաև մանդատային համակարգի մասին մենք առանձին հաղորդում ունենք արած հենց այստեղ, այսինքն այս հաղորդաշարի մեջ միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք կարող եք գնալ, կարծեմ 1-1.5 տարի առաջ էլ գտնել այդ ամբողջ մանդատային համակարգի մասին լսել, բայց ես հիմա ուզում եմ մի փոքր անդրադառնալ հենց Հայաստանի նկատմամբ ամնի մանդատին, որպես նախընթաց ՆԱՏՕ-ի ոչ անդամ հիմնական դաշնակցի հետ կարգավիճակի, որին մենք ձգտում ենք, որ Հայաստանը ստանա, եւ դա նաեւ նախընտրական հիմնադրույթ ծրագրերից է հանդիսանում, մյուսն էլ նաեւ, որ այս պատկերացումները ճիշտ լինի, ասենք ժողովուրդը ճիշտ հասկանա ինչ է տեղի ունենում, որտեղ շատերը նախ նույնացնում են, շփոթում են իրավարար վճռի եւ մանդատի հարցը կամ իրար հետ են կապում, օրինակ հաճախ լսում ես, ասում են դե բանը իրավարար վճռի ամնի կոնգրեսը չհաստատեց։ Ամնի կոնգրեսը այդտեղ լիազորություն չուներ, հաստատելու խնդիր չկա, ստորագրման պայծ ուժի մեջ էր։ Այ ուրիշ բան, որ քննարկվեց մանդատի հարցը, սա եմ ուզում անդրադառնամ։ Ուրեմն ապրիլի 26-ին պաշտոնապես դիմեցին ամնի նախագահին եւ մայիսի 24-ին ամնի նախագահը հատուկ ուղերձով հանդես եկավ ամնի կոնգրեսում կոչ անելով ստանձնել Հայաստանի նկատմամբ մանդատը։ Ցավոք սրտի հունիսի 1-ի քվեարկությամբ 52 դեմ 23 կողմ ձայնով մերժվեց այս խնդրանքը,
Այսինքն Միացյալ Նահանգները չստանձնեցին Հայաստանի մանդատը։ Իհարկե սովետական պատմագրությունը հազար ու մի պատճառ է բերում, ասում է որ չկար, Հայաստանը նավթ չուներ, մյուսը չուներ, իսկ ով ասաց չուներ Հայաստանը նավթ կամ այդ հարստություն չկար։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ այսպես ասած Chester Concession կոչեցյալ ամերիկյան ադմիրալի անունով, որով քեմելականների հետ պայմանագիր ստորագրեց, թե Թուրքիայում ինչ հսկայական, այսինքն Թուրքիան նկատնեմ հայկական լեռնաշխարհը եւ այն մասը, որ Հայաստան տիասն ինչ հարստություններ կար։ Խնդիրը հարստության մասին չէր։ Վստահեցնում եմ ձեզ, երբ որ Սիրիա կամ Պաղեստին էին վերցնում այդ մանդատները, այնտեղ էլ առանձնապես բան չկար։ Առանձնապես բան չկար, այդ անգամ Սաուդյան Արաբիան այդ ժամանակ նավթ չուներ, ոչ ոք չգիտեր ինչ է, այդ ամբողջը հիմնականում երկրորդ համաշխարհայինից հետո զարգացավ։ Իրաքում էր մի քիչ, գիտեք, օսմանցիները հենց Գուլբենկյանները այդտեղ էին գործունեություն ծավալում, որն էլ հետո արդեն բրիտանացիները 5%-ի պայմանագիրը ստորագրեց, գիտեք, Գալուս Գուլբենկյանը դրա համար դառնացավ պարոն 5%-ը։ Ասած այն է, որ բուն մերժման պատճառը այն էր, որ Միացյալ Նահանգները մերժել էին, ստորագրել Վերսալի խաղաղության պայմանագիրը Գերմանիայի հետ, որտեվ համարում էր Ուիլսոնը համարում էր, որ դա անարդար է եւ չի կարելի ամբողջ մեղքը բարթել Գերմանիայի վրա, որտեվ սա հակառակ ազդեցությունը կունենա եւ կբերի նրան, որ նացիոնալիզմի աճ կլինի Գերմանիայում, Գերմանիան խիստ վիրավորված կփորձի գնալ ռևանշի, որը եղավ այդպես էլ եղավ, գիտեք, ի վերջո նացիստների իշխանության գալը 1933-ին պայմանավորված էր այս միակողմանի մեղքի բարդումով գերմանացիների վրա, որտեղ այդտեղ մեղքի բաժինն էին բոլորն էլ ինչ որ բաներ էին ուզում ստանալ, գիտեք, Լենինի աշխատությունները կա, որ դա իմպերիալիստական էր, իմպերիաների կռիվ էր, այդ ամբողջ աշխարհի բաժանման, վերաբաժանման խնդիրներն էր անընդհատ դրվում, իհարկե, դա կար։ Պարզապես Միացյալ Նահանգները, քանի որ չէին ստորագրել Գերմանիայի հետ խաղաղության պայմանագիր, իսկ Վերսալի պայմանագրի առաջին 4 հոդվածը հենց հանդիսանում են ազգերի լիգայի հիմնադիր փաստաթուղթը, ասենք կանոնադրության հոդվածներն են, հետևաբար մաս չկազմելով ազգերի լիգային, որտեղ չէր ստորագրել մաս չէր կազմում, հետո ինքը առանձին խաղաղության պայմանագիր ստորագրեց Գերմանիայի հետ առանց այդ 27 հոդվածի, ուրեմն չէր կարող 22-րդ հոդվածի հիման վրա ստանձնել Հայաստանի նկատմամբ մանդատը։ Հետևաբար ցավոք սրտի մեր բախտը այդտեղ չբերեց։ Սա ասում եմ մայիսի 24-ից մինչև հունիսի 1-ը 20 թվականի քննարկումներ եղավ, սա այն պաշտոնական հրատարակումն է իր ելույթի, հենց կոնգրեսի բազմատորյակի մեջ սղագրություններ եւ այլն էս ամբողջը կա, իհարկե փալյուն ելույթ, Ուիլսոնը ինքը այդ ժամանակ արդեն առողջությունը բավականին քայքայված էր, հիվանդ էր, բայց միևնույն ինքը գնաց դրան, որպեսզի փորձի մանդատի հարցով համոզի, չկարողացավ, որովհետև ըստ էության հանրապետականները դեմ էին, ինքը դեմոկրատ էր։ Այստեղ դուք տեսնում եք այս հենց այս մանդատների հարցն է, ես քարտեզներ եմ դրել, որ ավելի պարզ լինի, ասենք A մանդատը, որ կա դա ավելի ֆրանսիական մանդատներն են, B մանդատը բրիտանական։ Այստեղ ինքը դեռ մանդատների հարցը չի, ես ուղղակի որպեսզի դուք նախընթացը պատկերացնեք, սա 1916 թվականին, այսինքն պատերազմի հենց ամենասկզբին, այսպես որ Սայքս-Պիկո Սազոնով գաղտնի համաձայնություններ Օսմանյան կայսրության ժառանգությունը բաժանելու մասին, եւ դուք այդ դեղինով տեսնում եք, որ գրած Արմենիա դա Հայաստանն էր, որը պետք է տրվեր ցարական Ռուսաստանին, որը գիտեք, Ռուսաստանը հետո միակողմանի դուրս եկավ պատերազմից, դավաճանեց իր դաշնակիցներին, բայց ինքը հիմնական տուժողն էլ ինքը եղավ։ Բայց շատ հետաքրքրական է, որ ըստ էության այս Սայքս-Պիկո Սազոնով համաձայնագրի գրեթե նույնությամբ վերաբաշխում տեղի ունեցավ արդեն մանդատները, որտեղ այդ համաձայնեցված էր ելնելով այն հանգամանքից, որ բան են
շահերը ինչպես են։ Պարզապես այն ինչ որ պիտի տրվեր Ռուսաստանին, այդ քարտեզի վրա այդ դեղինը, ըստ էության առաջարկվեց Միացյալ Նահանգներին։ Հետո Միացյալ Նահանգները երբ որ չհամաձայնվեցին, արդեն դրանից հետո սա մայիս ամիսն է 20 թվականի նոյեմբերին Վուդրո Վիլսոնը իրավարար վճռով որոշեց։ Այստեղ արդեն դուք տեսնում եք այս քարտեզում նենց մանդատների հարցն, ասենք տեսնում եք French mandate, British mandate, այս կա, բացի կա նաև ազդեցության գոտիներ կային, այսինքն այդ մանդատներից բացի օրինակ ֆրանսիական եւ այլն։ Եվ այդ Թուրքիան պիտի լիներ միայն այդ դեղին մասը, բայց դե բոլշևիկները, գիտեք, օգնեցին, զենք տվեցին քեմալականներին եւ այդ դրա շնորհիվ նրանք քեմալականները ջախջախեցին եւ հայկական բանակը եւ ֆրանսիական բանակին դուրս մղեցին Կիլիկիայից եւ հունական բանակը ջախջախեցին եւ այլն։ Այսօր էլ փորձում են հեքիաթներ մեզ պատմել։ Այստեղ էլ էս նույն քարտեզում մանդատներն է եւ այլն։ Շատ չմանրանանք, պարզապես ուզում եմ ասել, այս որոշումներն, այս վերևը կարդա գրածա 20 article 22, այսինքն 22-րդ հոդվածն է, որը ABC մանդատների բաժանման մասին, այսինքն Միջին Արևելքում, Աֆրիկայում եւ Օկեանիայում, եւ այստեղ շատ կարեւոր է մանդատային համակարգը, այս որ certain communities formerly belonging to Turkish Empire, այսինքն նախկինում թուրքական կայսրությանը պատկանած տարածքների վրա, սա շատ կարևոր հարց է, ոմանք չեն կարողանում հասկանալ սրա կարևորությունը հետևյալն է, որ եթե 20 թվականի մայիսին մանդատները առաջարկվում էր, սա նշանակում է արդեն այդ տարածքները չեն պատկանում Օսմանյան կայսրությունը formally belonging, իսկ նախկինում պատկանելիս են եղել, հիմա հարց է առաջանում, բայց ոնց եղավ, որ այդ նախկինում պատկանելիս են եղել եւ այլն, շատ պարզ, որովհետեւ երբ որ Մուդրոսի զինադադարով 18 թվականի հոկտեմբեր 30-ին Թուրքիան անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվեց, ինքը կորցրեց իր ինքնիշխանությունը եւ հաղթող երկրներն էին որոշելու ճակատագիրը, ինչպես որոշում են մյուսների, ասենք Ավստրո-Հունգարիայի, ասենք գերմանական կայսրության եւ այլոց ճակատագիրը, իսկ հետո արդեն գիտեք, այսինքն օգոստոս 10-ին Սևրի պայմանագրի ստորը դա դե յուրե ամրագրվեց, հետո իրավարար վճիռը դա ամրագրեց։ Եվ պիտի ասեմ, որ անկախ Սևրի պայմանագրի, որտեղ շատերը էլի ասում են, դե Սևրի պայմանագիրը չի վավերացվել, ինչ տարբերություն վավերացվել է, թե չի վավերացվել։ Այդ փաստաթուղթը ուժի մեջ է ստորագրման պահից, որտեղ հենց դրա շնորհիվ էր, որ մինչև Լոզանի պայմանագիրը արդեն մանդատները բաշխվեցին, այդ թվում բրիտանացիները եւ ֆրանսիացիները ստացան իրենց մանդատները Սիրիայի եւ ասենք Տրանսորդանանի Դաղեստանի նկատմամբ, եթե Սևրի պայմանագիրը չներուժի մեջ, ապա 22-րդ հոդվածը չէր աշխատի, որտեվ նախկին տարածքների մասին է խոսում։ Այսքան ըստ էության, ավելի շատ չմանրանանք, չխորանանք, այնպես որ առայժմ այսքանը, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։